Գայանե Մկոյան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի գինեկոլոգ, կրթություն, 1999-ից 2005 թվականներին սովորել է Օրենբուրգի պետական բժշկական ակադեմիայում, որակավորումը մանկաբարձ գինեկոլոգ, 2013 թվականին սովորել է Առողջապահության ազգային ինստիտուտի ճառագայթային ախտորոշման ամբիոնում, մասնագիտացումը սոնոգրաֆիստ, մասնագիտական գործունեություն, 2008 թվականին աշխատել է Արագածավանի առողջության կենտրոնում որպես մանկաբարձ գինեկոլոգ, 2008-ից 2013 թվականներին եղել է նույն կենտրոնի բուժման բաժնի տնօրենի տեղակալը, 2014 թվականից առ այսօր գինեկոլոգ է Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ Վերապատրաստումներ 2021-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է էսթետիկ գինեկոլոգիա և ինտիմ գինեկոլոգիա պերինեին թելերի բարձրացում թեմայով վերապատրաստումների, Հայաստանի Հանրապետությունում մասնակցել է գինեկոլոգիական ուլտրաձայնի արգանդի նորագոյացությունների բուժման, դաշտանադադարի և այլ թեմաներով դասընթացների։ Որոնք են Հայաստանում առավել տարածված գինեկոլոգիական հիվանդությունները և որտեղում է էնդոմետրիոզը։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես նաև մեր երկրում ավելի հաճախ հանդիպող եւ որոնք նաև միտում ունեն երիտասարդացման, ցավոք սրտի, դրանք իհարկե անկալոկյաներն են եւ էնդոմետրիոզը, հորմոնալ խախտումները, էնդոմետրիոզը նույնպես հանդիպում է բավականին հաճախ մեր երկրում եւ ցավոք սրտի միտում ունի երիտասարդանալու։ Ինչ է էնդոմետրիոզը եւ որոնք են դրա առաջացման պատճառները։ Էնդոմետրիոզը, ես միշտ իմ հիվանդներին այսպես եմ բացատրում, դա դաշտանային ցիկլի հիվանդություն է, այսինքն քանի կինը գտնվում է երիտասարդ տարիքում եւ ունի դաշտան, տեսնում է դաշտան, հնարավորություն, հավանականություն կա ունենալ նման խնդիր։ Էնդոմետրիոզը դա խնդիր է, որի ժամանակ էնդոմետրիալ բջիջները, որոնք որ հորմոն կախյալ բջիջներ են եւ իրենց բնական տեղակայում արգանդի խոռոչի ներսում է, իրենք միտում ունեն միգրացիայի ենթարկվելու, այսինքն տեղակայվում են խոռոչից դուրս։ Ավելի մոտ գտնվող բնականաբար դա միոմետրիումն է, արգանդի մկանային հյուսվածքը, բացի արգանդի մկանային հյուսվածքից նրանք նաեւ կարող են միգրացիայի ենթարկվել այլ օրգան եւ տեղակայվել իմպլանտացիայի ենթարկվել այլ օրգան համակարգերում, ձվարաններում, փոքր կոնքում, միզապարկում, աղիքում եւ բնականաբար կախված նրանից թե որ օրգան համակարգում են իրենք տեղակայվել, արտահայտվում են տվյալ համակարգին բնորոշ սիմպտոմներով։ Միանշանակ ամբողջ աշխարհում մի տեսանկյուն չկա, որը որ բոլոր գիտական աշխարհը եկել է մի եզրահանգման, կան տարբեր թեորիաներ, սկսած ֆիզիկական ծանր աշխատանքից, ճնշման բարձրացումից, ներվորովայնային ճնշման բարձրացումից եւ կա նաեւ այսպիսի չբացահայտված պատճառ, որի հետևանքով որ ունենում է կինը նման ախտահարում։ Ինչ ախտանիշներով է արտահայտվում էնդոմետրիոզը։ Առաջի հերթին դա դաշտանային ցիկլի խանգարումներ են տեղի ունենում, միջդաշտանային քսողարյունային արտադրություն, մուգ, շագանակագույն, սև, դաշտանը հնարավոր է դաշտանային ցիկլը սկսվի նման ախտանիշներով, քսվող սև մուգ գույնի արյունային արտադրության ձևով, վերջանա նույն ձևի էլի մուգ շագանակագույն սև քսվողարյունային արտադրությունից, դաշտանային ցիկլի առատությունից եւ ամենաբնորոշ էնդոմետրիոզին դա շատ ցավոտ դաշտանն է, որի ժամանակ կինը երիտասարդ աղջիկները նշում են գերբնական ցավեր, որի պատճառով ստիպված են լինում մի քանի անգամ ցավազրկողների դիմել, ունեցել ենք դեպքեր ընդհանուր մինչև շտապօգնությանն են դիմել նման ցավերի պատճառով։ Կոնտակտային արյունային արտադրություն կարող է լինել, կոնտակտային ցավեր կարող են լինել էնդոմետրիոզի ժամանակ։ Եվ կապված նրանից, թե որ տիպն է էնդոմետրիոզի եւ որտեղ է էնդոմետրիալ բջիջների իմպլանտացիան տեղի ունեցել, հնարավոր է տրվյալ օրգան համակարգի սիմպտոմների ախտահարման ձևով, այսինքն եթե դա միզապարկում է, արտահայտվում է մեզի հետ արյան տեսքով, եթե ուղիղ աղիքում է, ապա աղնեի գործունեության ժամանակ կինը նկատում է արյունային արտադրություն, հնարավոր է էնդոմետրիոզը ախտահարի փոքր կոնք եւ ձվարանները, որը որ ամենացավոտ եւ ամենատհաճ սիմպտոմներն են տալիս մեզ։ Ինչպես է իրեն զգում կինն էնդոմետրիոզի ժամանակ եւ ինչով է այն վտանգավոր։
Շատ ժամանակ, գիտեք, դիմում են մանավանդ երիտասարդ աղջիկները, դիմում են հերթական ստուգման ժամանակ եւ դու անամնես հավաքելուց կամ կասկածում ես, ինքը արտահայտվում է ցավոտ դաշտանի ձևով, արդեն սկսում ես կասկածել, որ հնարավոր է այստեղ էնդոմետրիոզի հետ գործ ունես, բայց ավելի երիտասարդ աղջիկների մոտ իհարկե լինում է նաեւ ասիմպտոմատիկ, երբ որ հետազոտության ժամանակ հայտնաբերվում է դա։ Ինքը կարող է արտահայտվել նաև չբերությունների ձևով, քանի որ էնդոմետրիոզը առաջացնում է կպումներ եւ ախտահարում է արգանդափողերը, փոքր կոնքը, որը որ խոչընդոտում է պտղաձվի իմպլանտացիային եւ բեղմնավորմանը։ Էնդոմետրիոզի բուժման ինչ եղանակներ կան, հնարավոր է լիարժեք բուժել, թե կա կրկնվելու հավանականություն։ Էնդոմետրիոզը ունի երկու տարբերակ, կոնսերվատիվ եւ վիրաբուժական։ Հիմնականում դիմում ենք իհարկե մանավանդ երբ որ կինը ծննդաբերած չի եւ հղիություն դեռ չի պլանավորում, ցանկալի է որպեսզի էնդոմետրիոզ ունեցող կինը չվիրահատվի, որովհետեւ ինքը քրոնիկ հիվանդություն է, քանի երիտասարդ է կինը, քանի ռեպրոդուկտիվ շրջան է, քան դեռ ինքը դաշտան է տեսնում, էնդոմետրիոզը կրկնվելու մեծ հավանականություն ունի։ Դրա համար սկսում ենք հորմոնալ ճնշել, իրեն անտիդոտները նշանակել, որպեսզի ցիկլը ինչքան հնարավոր է քիչ լինի եւ նպաստենք կյանքի որակի բարձրացմանը։ Հետագայում, երբ որ արդեն ծննդաբերության, հղիության, չբերությունների բուժումով ենք զբաղվում կապված էնդոմետրիոզի հետ, իհարկե ցուցված է վիրահատություն, որի ժամանակ մենք անջատում ենք կպումները, մաքրում ենք էնդոմետրիոզ օջախները, հեռացնում ենք էնդոմետրիոզ օջախները եւ տալիս ենք կնոջը հնարավորություն հղիանալու։ Լավագույն բուժումը էնդոմետրիոզի համար իհարկե ես միշտ իմ կանանց հիվանդներին ասում եմ, որ դա հղիությունն է, եթե պլանավորում եք հղիություն, դա ձեզ լինելու է եւ բուժում եւ հետագայում նաեւ ձեր բալիկը ձեզ կմնա։ Եթե բժիշկ չդառնայիք, ինչ մասնագիտություն կընտրեիք եւ ինչու։ Գիտեք, ես շատ եմ մտածել դրա մասին, եթե քանի որ բոլորս էլ գիտենք բժշկի աշխատանքը շատ ծանր է, ֆիզիկապես, հոգեվոր, մտավոր, շատ ժամանակ ծանր օրերից հետո մտածում ես, դե ինչի ընտրեցիր այս մասնագիտությունը, գնայր մի հեշտ մի բան թեթև դառնայիր, բայց երբ որ իրոք խորը մտածում եմ, ես ոչ մի ուրիշ ալտերնատիվա չեմ տեսնում, էլ ուրիշ ոչինչ, ինձ համար այլ տարբերակ չի եղել։ Սկզբունք, որով միշտ առաջնորդվում եք կյանքում։ Լինել մաքսիմալ ազնիվ, ինքս ինձ հետ առաջի հերթին եւ բնականաբար բոլոր նրանց, ովքեր որ ինձ շրջապատում են։ Եթե հնարավորություն ունենայիք ձեր երիտասարդ տարիներին ձեզ մի խորհուրդ տալ, ինչ կասեիք։ Ավելի շատ սովորել։ Հաճախ է լինում, որ պացիենտի համար ոչ միայն բժիշկ, այլև հոգեբան եք դառնում։ Հիմնականում, այո, հնարավոր չի բժշկել մարդուն չհասկանալով նրա հոգեբանությունը։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը դա իմ երեխաների ապագան է։